ենք մենք տեսել։ Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված։ Այս դեպքում այլ ռեսուրսի չարաշահում այսպես ասած, այո։ Այս դեպքում կրիմինալ ռեսուրսի չարաշահում, եթե տենց եզրույթ հնարավոր է, ինչ վերաբերվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ապա վարչական ռեսուրսի չարաշահման մենք մի շարք դեպքեր նկատել ենք նախընտրական քարոզարշավի փուլում, դրանք թե զանցանք պարունակող դեպքեր էին եւ դրանց մասով մենք դիում ենք ներկայացրել ընտրական հանձնաժողովներին, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40 պրիմ 8 հոդվածով այդ հոդվածի երկրորդ մասով ուրեմն վարույթներ սկսեն եւ նաեւ արձանագրել ենք մի դեպք, որը մեր գնահատմամբ պարունակում էր հանցակազմ եւ այդ դեպքի մասով նաեւ հանցագործության մասին հաղորդում ենք տվել, որը երկու հոդվածներով է համ պաշտոնական դիրքի չարաշահման 441-րդ հոդվածով, համ ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման 221-րդ հոդվածով քրեական օրենսգրքի միաժամանակ մենք նաև արձանագրել ենք դեպք, որտեղ վարչական ռեսուրսի չարաշահումը զուգորդվում էր քաղաքացիների անձնական տվյալների ուրեմն չպաշտպանվածության կամ պաշտպանության կարգավորումների խախտման հետ, մասնավորապես համայնքապետարան դիմաց քաղաքացիների հեռախոսահամարները փոխանցվել էին կուսակցություններից մեկին եւ քաղաքացիները, որ դիմել էին համայնքապետարան, որ հանդիպեն համայնքի հետ, իրենց հեռախոսահամարները փոխանցվել էր կուսակցության շտաբ եւ իրենց հետ կուսակցության շտաբից էին կապնվել։ Ստեղ մենք նաեւ համարում ենք, որ խախտվել էր ոչ միայն ընտրական օրենսգիրքը, այլ նաեւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը եւ այդ մասով բացի կենտրոնական տրական հանձնաժողովից դիմել ենք նաեւ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որպիսի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.17 հոդվածի առաջին մասով ուրեմն տուգանի այդ արարքը կատարած անձանց։ Ես եմ շնորհակալ։